Երևանում կայանալիք եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում սպասվում է Վլադիմիր Զելենսկիի այցը Հայաստան։ Չեխիայի նախագահ Անդրեյ Բաբիշն է հայտարարել, որ մայիսի 3-ին նախատեսվում են բանակցություններ իր եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի միջև։ Սա կլինի Զելենսկիի առաջին այցը Հայաստան։ Չնայած այցի շուրջ ստեղծված ակտիվ տեղեկատվական հոսքին, փորձագիտական շրջանակներում այն չի դիտարկվում որպես առանձնապես նշանակալի քաղաքական իրադարձություն։ Վերլուծաբանների գնահատմամբ Զելենսկիի ներկայությունը Երևանում պայմանավորված է բացառապես գագաթնաժողովի ձևաչափով։ Նման հանդիպումների շրջանակում Ուկրաինայի նախագահը նախկինում ևս այցելել է տարբեր երկրներ, որտեղ անցկացվել են եվրոպական քաղաքական համայնքի նիստերը, եւ այդ առումով Հայաստանը բացառություն չէ։ Այդպիսի գագաթնաժողովներում տեղի են ունենում երկկողմ ամենատարբեր հանդիպումներ, եւ այստեղ Երևանը ընդամենը գագաթնաժողովի անցկացման հերթական վայրն է։ Նախորդ անգամ եղել են այլ երկրներում եւ այդ երկրներում նույնպես եղել են տարբեր երկկողմ հանդիպումներ, այդ թվում Զելենսկու հետ, որը մասնակցել է գագաթնաժողովներին։ Պես որ կարծում եմ այստեղ ավելի շատ իհարկե մեդիա միջավայրային ուշադրություն է, քան բուն իմաստով այդ հանգամանքը նշանակություն ունի դիցուք հայ-ռուսական հարաբերության տեսանկյունից։ Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ այս այցը չունի դասական իմաստով պաշտոնական կամ աշխատանքային այցի բնույթ եւ ամենայն հավանականությամբ չէր կայանա, եթե գագաթնաժողովը տեղի չունենար Երևանում։ Հետևաբար դրա ազդեցությունը երկկողմ կամ բազմակողմ հարաբերությունների վրա սահմանափակ է։